Մենք ֆիզիկայի դասընթացից սովորել ենք, որ վառելիքի արդյունավետությունը որոշվում է արման տեսակարար ջերմությամբ։ Վառելիքի արման տեսակարար ջերմությունը ջերմության այն քանակն է, որն առաջանում է 1 կգ վառելիքի լրիվ արման ժամանակ, չափվում է ջոուլ բաժանած կիլոգրամով։ Վառելիքի արման ընթացքում անջատված ջերմաքանակը կապված է վառելիքի տեսակից և նրա զանգվածից։ Կամայական M զանգվածով վառելիքի լրիվ արման ժամանակ անջատվող ջերմաքանակը գտնվելու համար պետք է այդ վառելիքի արման տեսակարար ջերմությունը բազմապատկել նրա զանգվածով։ Մեծ Q-ն հավասար է Q անգամ M։ Մենք այդպես էլ վարվեցինք, երբ քիմիայից արման փորձեր էինք անում։ Փորձի ընթացքում արվում է էթիլ սպիրտ։ Որոշեցինք հաշվել այն ջերմաքանակը, որն ընթացքում անջատվեց էթիլ սպիրտի այրումից։ Չափագրանով չափեցինք ինչ ծավալով սպիրտ է այրվում։ Նախուտությունը որոշող միջոցով հաշվեցինք զանգվածը, որից հետո աղյուսակից վերցրեցինք սպիրտի այրման տեսակարար ջերմությունը և վեր նշված բանաձևով հաշվեցինք փորձի ընթացքում սպիրտի այրումից անջատված ջերմաքանակը։ Յուրաքանչյուր վառելանյութ ունի իրեն հատուկ այսպես կոչված բոցավառման ջերմաստիճանը, որի ապահովման դեպքում միայն կարող է սկսվել այրումը։ Դրանում համոզվելու համար վառեք լուցկին և պահեք գլխիկը վեր դիրքով։ Բոցը շուտով կհանգչի։ Այժմ վառած լուցկին պահեք գլխիկը դեպի ցած։ Այրումը կշարունակվի մինչև վերջ։ Այս դեպքում լուցկու փայտիկը շարունակ տաքանում է բոցի ջերմությունից և այդպիսով ապահովում է բոցավառման ջերմաստիճանը։ Գրպանի կրակվառիչը լցված է հեղուկ բութանով։ Փոքրիկ անվակը մատով պտտելիս բալոնի անցքը բացվում է։ Հեղուկ բութանը գոլորշիանալով դուրս է գալիս բալոնից։ Անվակի պտույտի հետ միաժամանակ կայծքարի միջոցով տրվում է կայծ, որից էլ բոցավառվում է գազային վառելանյութը։